Պարոն Համբարյան, դուք անընդմեջ հետևում եք ադրբեջանական զանգվածային լրատվական միջոցներին ու մի քանի օր առաջ տեղեկատվություն տարածվեց, նաև լուսանկարներ տեղադրվեցին այն մասին, որ Ալիևների ընտանիքը մասնակցում է Արևմտյան Ադրբեջան խորագրով ցուցահանդեսին։ Սա ինչ է նշանակում, մեկ անգամ եւս վերահաստատում են իրենց դիրքորոշումը, որ խաղաղության ճիգերը Նիկոլ Փաշինյանի դրանք ձևական են։ Նախ նշենք, որ այդ խաղաղության ճիգեր ասելով մենք պետք է հասկանանք մեկ ու շատ կարևոր բան, որ ոչ մի խաղաղություն չկա Հայաստանի ու Ադրբեջանի միջև, չկա ստորագրված փաստաթուղթ, այնինչ ստորագրվել է իբր թե նախաստորագրվել անվան տակ, դա կեղծիք է, դա մանիպուլյացիա է, դիվանագիտության եւ միջազգային հարաբերություններում նմանօրինակ ֆիկցիաներ չկան բացարձակ, եւ այդ խաղաղությունը Նիկոլի հնարածն է։ Իսկ Ադրբեջանը իրականում պետական մագարտակով շարունակում է առաջ տանել վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան կամ Հայաստանը դա Արևմտյան Ադրբեջանն է այդ ծրագիրը։ Եվ նշեմ, որ Ադրբեջանում, եթե Ալիևների ընտանիքի ներկայացուցիչները մասնակցում են ինչ որ միջոցառման, դա արդեն ցույց է տալիս այդ միջոցառման շատ կարևորություն եւ պետական մագարտակով ուրեմն հովանավորությունը։ Իսկ վերջին այս միջոցառումը դա ձեր մատնանշած ուրեմն ցուցահանդեսն է, որի բացմանը մասնակցում են Ադրբեջանի բռնապետի դուստրը Լեյլան եւ հարսը Ալյոնան։ Եվ ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները շատ ակտիվ այդ փաստը լուսաբանեցին, հատուկ շեշտադրելով, որ Ալիևների ընտանիքը շատ մեծ ուշադրություն է դարձնում Արևմտյան Ադրբեջանին վերաբերող բոլոր ծրագրերին։ Իդեպ լուսանկարներում, եթե ուշադիր լինեք, նոր գրքի շնորհանդես է նաև տեղի ունեցել Երևան անվան տակ, որտեղ ադրբեջանցիները առիթից օգտվելով, որ Հայաստանի գիտական այսպես ասած ոլորտը իշխանությունների անմիջական եւ ակտիվ մասնակցությամբ գրեթե չի պատասխանում այն կեղծիքներին, այն զրբարդություններին, հերյուրանքներին, մանիպուլյացիաներին, որոնցով հիմա զբաղված է պատմական այսպես ասած ադրբեջանական պատմագրությունը, ավելի են լկտիացել եւ կարող եմ նշեմ, որ վերջին գոնե 2-3 տարիների ընթացքում մի քանի տասնյակ գրքեր է հրապարակվել, այդ թվում նաեւ ակադեմիական մագարտակով Հայաստանի տարածքներին վերաբերող, որոնք ադրբեջանցիները փորձում են ներկայացնել որպես Արևմտյան Ադրբեջան։ Իսկ ցուցահանդեսում ելույթներին հետևել եք։ Իհարկե։ Ինչ էին ասում ելույթներով։ Դե իրենք ոչ միայն նախ բացի գրքի շնորհանդեսից, այնտեղ նաև ուրեմն նկարներ կային, յուղանկարներ, գրաֆիկական նկարներ, որոնք պատկերում էին Հայաստանի ուրեմն պատմական տարածքները, դե ելույթները հետևյալն էին, որ Հայաստանը դա Արևմտյան Ադրբեջանն է եւ հատուկ շեշտադրում էր, որ այս տարածքը պետք է բնագեցվի ադրբեջանցիներով եւ վերջ։ Ադրբեջանը այդ ծրագրից չի հրաժարվել։ Եթե մենք զբաղված ենք ինքնախապեյությամբ, եթե մենք զբաղված ենք կեղծիքները մարսելով, այսինքն գոյություն չունեցող խաղաղության մասին խոսելով, դա մեր անձնական խնդիրն է, իսկ մեր հասարակությունը պետք է շատ կարևոր մեկ փաստ հասկանա, որ այս դե ֆակտո խաղաղությունը դե յուրե կդառնա միայն այն պարագայում, եթե Նիկոլը, եթե Աստված ոչանի վերընտրվի, կդարի Ադրբեջանի բազմաթիվ նոր շանտաժ պահանջները, իսկ այդ խաղաղության կինը դա է լինել։ Ադրբեջանը հիմա չի կրակում սահմանին, որովհետև Ադրբեջանի համար օդու ջրի նման անհրաժեշտ է Նիկոլի վերընտրվել։ Եվ բացարձակ զարմանալի չէ, որ այսօր ադրբեջանցիները պատվիրակություն են ուղարկում Երևան, իդեպ նշեմ, որ պաշտոնական Երևանը մինչև հիմա լուռ է, մենք իմանում ենք, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևը գալիս է ուրեմն Երևան ադրբեջանական լրատվամիջոցներից, իսկ դա այն մարդն է, ով զբաղված է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայով եւ դեմարկացիայով եւ չի բացառվում, որ ընտրություններից առաջ նրանք պարտադրում են Նիկոլին ինչ-որ փաստաթղթեր ստորագրել, որով վաղը մյուս օր, եթե
Նիկոլը ընտրվի, դա նրա դեմն են տնելու եւ ասելու են թե հիմա կատարելու ես։ Մենք քեզ ամեն ինչով օգնել ենք, որ դու վերընտրվես։ Էլ ավելի սարսափելի եւ վատ պահանջներ Հայաստանի Հանրապետության առաջ տնելով։ Գերիների մասին Դե ես բազմաթիվ հարցազրույցներ եմ տվել 2 ամիս առաջ, 1 ամիս առաջ եւ նշել եմ, որ Ադրբեջանը գերիներին օգտագործելու է Նիկոլի PR-ը ապահովելու համար։ Այսինքն վերադարձ հնարավոր է, հա։ Այո, որոշ գերիների վերադարձ հնարավոր է, որբիսի Նիկոլը կարողանա իր ընտրազանգվածին կամ տադանվող ընտրազանգվածին համոզել, որ տեսեք, ես ի վիճակի եմ գերիներ բերելու, որովհետև ես կրկնել եմ բազմաթիվ իմ հարցազրույցներում, հիմա էլ նշեմ, Նիկոլը մինչև հիմա ոչ մի գերի չի բերել, բացարձակ, ոչ մի գերի։ Նախկին բոլոր գերիները Հայաստան են վերադարձվել ԱՄՆ, Ռուսաստանի, Եվրամիության, Վրաստանի, ուրեմն անմիջական ակտիվ մասնակցությամբ կամ անհավասար եւ խայդարակ գործարքների արդյունքում, երբ որ ասենք մենք Ադրբեջանին տալիս ենք վերջի գերիների վերադարձը տեղի ունեցել 2 մարտասպան ադրբեջանցիներին Բաքվին նվիրելու գնով, այսինքն ադրբեջանցի ասկերները գալիս են Հայաստան, մտնում են Հայաստանի տարածք խորքերը, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին սպանում են եւ այդ 2 մարտասպաններին Հայաստանը տալիս է, որպեսզի 5 գերիներ կամ 4 գերիներ վերադարձվեն Հայաստան։ Ու սա է ամենամեծ վտանգը եւ ուրեմն խայդարագությունը, որովհետեւ միջազգային ասպարեզում, միջազգային պրակտիկայում այսպիսի փոխանակումներ տեղի չեն ունենում։ Երբեք նաև չմոռանաք, որ նույն Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո հետ ստացավ Նիկոլից Դիլգամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիևին, որոնք ժամանակին ներթափանցել էին Արցախի հանրապետության տարածք եւ սպանել էին 3 հայի, այդ թվում նաև անչափահաս տղայի։ Եվ ցավով պետք է արձանագրենք, որ մեր հասարակությունը այս ամեն ինչը շատ դեպքերում նորմալ են գալում այն պարագայում, երբ որ իրեն հարգող ոչ մի ժողովուրդ եւ ոչ մի պետություն մարտասպանին որևէ հանցագործություն չգործած մարդուն գերեվարված մարդու հետ չի փոխանակում։